Կրկին ողջույն բոլորին, նախորդ վիդեոյում երկու բառով ասել եմ, հիմա մի քիչ մանրամասն ասեմ, Ժողովուրդ ջան, ուրեմն սնեք, միկրոալիքային վառարանները յուղոտ, եթե ինչ-որ բան եք տաքացնում, իր յուղը դուրս է գալի, կպնում է պատերին ու ժամանակ առ ժամանակ վնասվելու պատճառ է դառնում, քանի որ ստերան իր մեջ դետալներ ունենք, որը որ չպիտի յուղոտվի, կոնկրետ սա յուղոտման պատճառով կարա շատ լուրջ խնդիրներ առաջացնի, դրա համար աշխատանքները ձեր, ասենք, չգիտեմ, տաքացնելուց հետո մեջը ջուր եք դնում, սենց սովորական բաժակով ջուրը դնում եք մեջը, ինքը որ եռում է, գոլորշին պատերը հավաքում է, սովորական ամանի գուբկով փափուկ կողմով է, կոպիտ կողմով է, դե ցանկալի է կոպիտ կողմով չանել, որպեսզի խազեր շատ չլինի, հետո ժանք չառաջանա, շատ թույլ ամանի հեղուկով բացված սիրուն մաքրում եք, որից հետո լվանում եք իրան պարտադիր հաճախակի, հնարավորինս հաճախակի, ցանկալի է որ հաճախակի, սա էլ է դուրս գալի, ցանկացածի վրայից էլ դուրս է գալի, դուրս ենք բերում, լվանում ենք, չորացնում ենք պարտադիր, որտեվ ինքը իրանով չի չորանալու, չորացնում ենք, դուռը բացեք թող մի քիչ ավելի լավ չորանում է, սիրուն սաղ մաքրվում է, այս յուղը, որ մեջից դուրս գա, ստեղան կուտակված յուղերն է, այս պատերի յուղերն է, լրիվ պիտի ինքը մաքուր լինի, յուղ չլինի մեջը ու ցանկալի է որ յուղոտ ինչ-որ ուտելիք տաքացնելուց բերանը փակ լինի, էլի կռիշկայով լինի ինքը, պլաստմասե, առաջներդ, ուշադիր եք լինում, թեկուզ ապակյա ամանների վրա, այս մասերը լինում է երկաթային ինչ-որ հատվածներ, տենց ամաններ հանկարծ չդնեք մեջը, այն ինչի վրա, որ կա ամանների վրա, եթե երկաթային մաս կա, չենք դնում մեջը, որովհետև դրա արդյունքում շատ շուտ վնասում եք ձեր միկրովալնովկեն, ապակյա կամ պլաստմասե ամաններ, որոնք որ հատուկ նախատեսված են, դրանցով օգտագործեք, եղեք անփորձանք, շնորհակալություն։